Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նա մտածել եմ իհարկե այս հարցի շուրջ եւ միայն 3 տարբերակ է իհայտ գալիս։ Առաջինը, եթե երկրի առաջնորդը գործակալ է, երկրորդ տարբերակը, եթե երկրի առաջնորդը տգետ է եւ մեծամիտ, եւ երրորդ առաջարկը անում է մտածված եւ միտումնավոր։ Ուրեմն պետք է փնտրենք շարժարիտներ, թե ինչի համար է սա արվում։ Այս փորձում եմ sense parts սխեմայով, parts կոնստրուկցիա կառուցելով մենք փորձենք հասկանալ թե ինչ է կատարվում։ Հիմա հերթով գործակալ լինելը ամբողջությամբ բացատրում է թե ինչի համար է սա արվում։ Բայց ես փաստեր չունեմ եւ ունեմ մեկ բանաձև, որ եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այն քայլերը, որոնք այսօր արվում են։ Բայց ես փաստեր չունեմ, սա իհարկե ենթադրություն է։ Թեկուզ վերջերս հենց Փաշինյանի կողմից նշանակված նախարարը հայտարարեց, որ ինքը փաստեր ունի եւ շուտով կհրապարակի։ Երևի ծանոթ եք այ հայտարարության պաշտպանության նախարար աշխատած ազնվորություն։ Երկրորդը այնպես է ստացվել, օրինակ երկրի առաջնորդը տգետ է եւ մեծամիտ։ Այս հանգամանքը բացատրում է այն քայլերը, որոնք Նիկոլ Փաշինյանը արել է 18 մինչև 20 թվականի պատերազմում պարտություն։ Իսկապես բացատրվում է տգետության եւ մեծամտության։ Բայց չի բացատրում այն, ինչ կատարվեց դրանից հետո։ Եվ երրորդ տարբերակը արվում է միտումնավոր, պլանավորված եւ փորձենք վերլուծել արդեն այս երրորդ տարբերակը։ Նայեք, ես պետք է ասեմ, որ լինում են դեպքեր, հաճախ չեն լինում, շատ քիչ են լինում, երբ երկրի առաջնորդի ազնական շահերը չեն համընկնում կամ հակադրվում են երկրի իրական շահերին։ Պատմությունը գիտի նման դեպքեր։ Հիմա փորձենք հասկանալ, միգուցե հենց այս դեպքն է այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Ես բերեմ մի քանի օրինակ, որոնք ակնհայտ ցույց են տալիս, որ երկրի առաջնորդը պատրաստ է ի հակադրվելով երկրի շահերին առաջ մղել իր ազնական շահերը։